Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հեցիային աշխատողներն, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք, ովքեր հեցի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Հեցիային աշխատողներն, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չընթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովում շարունակվել է արտահերթ նիստը։ Երեկ այն ընդմիջվել էր Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Հիշեցնենք, դրանով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո 1 տարվա ընթացքում նույն արարքի կատարումը որակել որպես հանցագործություն։ Այս նախագծով միաժամանակ առաջարկվում է խստացնել որոշ արարքների համար պատասխանատվությունը, հստակեցնել վարորդի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու պարագայում վարորդին իրազեկելու գործիքակազմը, ոստիկանության շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման իրավունքը։ Օրինագծի քննարկումը ընդմիջվել էր հարց ու պատասխանի փուլում։ Հարցերը շարունակվեցին։ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսվում այն դեպքում, երբ վարորդը ունի վարորդական իրավունք, բայց փաստաթուղթը իր մոտ չէ, իսկ ոստիկանը վարորդական իրավունքի գոյության փաստը կոնկրետ դեպքում չի կարող ստուգել տեխնիկական միջոցներով։ Նախ տեխնիկական միջոցների այդ անհնարինությունը պետքա բավականին հինավոր լինի, այսինքն դա կամայական դրսևորում չի կարող լինել, եւ դա պետքա պարզվի իրականում, որ այդ պահին կապի խաթարում կամ տեխնիկական այլ խնդիրներ են եղել եւ բացի այդ, եթե քաղաքացին գործող կարգավորումներով 24 ժամվա մեջ ներկայացնում է վարորդական վկայականը, այդ պարագայում երբ որ արդեն իսկ արձանագրությունը կազմվել է, տեխնիկական միջոցը չի աշխատել եւ վարորդական վկայականը արկա չի եղել։ 24 ժամվա ներկայացնելու պարագայում այդ արձանագրությունը բեկանվում է։ Այնուհետ փոխնախարարը վիճակագրություն ներկայացրեց 2024-ին առանց վարորդական վկայականի վարելու 54,000 դեպք է արձանագրվել, 2023-ին 38,000։ Նոր օրենքով այս ցուցանիշները էականորեն կփոխվեն, նաև կլուծվի ջավախահայերի համար մի շատ կարևոր խնդիր։ Հայաստան մուտք գործելուց այն ջավախցիները, ովքեր երկքաղաքացի են, ունեն եւ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիություն, բայց երթևեկում են վրացական վարորդական իրավունքներով, որովհետև հիմնականում ապրում են Վրաստանում, այլևս ենթակա չեն դուգանման։ Հաջորդ նախագիծը, որ հեղինակել էին Ալեն Սիմոնյանն ու Էդուարդ Թաղաջանյանը, վերաբերում էր մեքենաների ոչ մեծ վթարներին, որոնց հետևանքով սակայն հսկայական ու տևական խցանումներ են առաջանում, հատկապես մայրաքաղաքի փողոցներում։ Նոր օրինագծով վարորդները պարտավոր են երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով ձեռք չի բերել տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը։ Հակառակ դեպքում վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով։ Երկու մեքենա Բաղրամյանի վրա իրար մի քիչ չանգրել են, խցանումը հասնում է մինչև քանակեր։ Բայց այս պարագայում մի քիչ ավելի լուրջ է, որտեղ օրենքա խախտվում։ Խախտման ռիսկ կա, այսինքն միջին վարորդը ստեղ մեր մոտ նստածներից մեքենայա խփելա, բայց ինչ իմանա 50 մետր քշի հետո ինչ կլինի, ստուգման մեխանիզմ կա թե չէ։ Բովանդակային առումով այս օրենքը ըստ էության առնչվում է ձեր կողմից նշված այդ փոքր խազերին, այդ դեպքերում ձեր կողմից նշած դեպքերը վերաբերելի չեն։ Այսինքն երբ որ բախումը կամ վթարը այն աստիճանի ուժգին կլինի, որի արդյունքում ինչ որ բաներ պետքա դուրս թռնեն ավտոյից ծուխ գնա բան եւ այլ, բնականաբար այն դեպքերը չեն, որը քննարկման առարկա է։ Իսկ նման դեպքերը ընդհանուրի մոտ 85%-ն են կազմում։ Կա նաև այսպիսի վիճակագրություն. վթարից հետո վարորդներն ու մեքենաները դեպքի վայրում են մնում միջինը 1 ժամ 12 րոպե։ Հիմնական պատճառներից մեկը թե ինչի է այդ միջին տևողությունը 1 ժամ 12 րոպե, պայմանավորված
փոխված է, ինչքան էլ որ տարօրինակ է նրանով, որ մարդիկ զանգում են իրենց ընկերներին, բարեկամներին, սկսում են հարց ու փորձ անել, բա իմացար ստեղ խփել եմ, ինչ, բա ով գիտես, ում գիտես, այսինքն ըստ էության, քանի որ մարդիկ որևէ սահմանափակում չունեն այդ ժամանակի տնօրինության, իրենք ազատ են այսինքն ամբողջությամբ հանգիստ պայմաններում զանգել, ում ուզեն, խոսել, քննարկել եւ այլն։ Հիմա եթե 20 րոպե լրացավ եւ վարորդները չպարզեցին մեղավորին, դրանից հետո ինչ պետք է տեղի ունենա, որովհետեւ դուք նշեցիք, եթե պարզում են մեղավորին 20 րոպեվա ընթացքում պետք է տեղափոխվեն եւ այդ 20 րոպեն վերջապես ով պետք է հաշվի 20 րոպե կանգնեցին թե 30 թե 40։ Այն տեղերում, որտեղ որ կլինի տեսախցիկների ծածկույթ, այդտեղ կարձանագրվի համապատասխան ծածկույթների միջոցով, երկրորդ ձևը այդ զրոյական կետը, հա, առաջին վարկյանը արձանագրելու, դա հավելվածում ուրեմն վթար գրանցելու այդ պահն է, որից այդ սկսած պետք է արդեն լրացվեն համապատասխան տվյալները հավելվածի մեջ։ Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ տվեց համապատասխան հավելվածները ունենալ բոլորին։ Օրենքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, իսկ հետագայում հնարավոր է 20 րոպեի սահմանաչափը կրճատվի մինչև 5-ից 10 րոպե։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահասինհային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի եւ բանակցությունների իրական հնարավորություն կտա։ Արարատ Միրզոյանը եւ Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության առնչվող հարցեր։ Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, ընդգծելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։ Այդ մասին գրված է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսիա Վարդանյանի հոդվածում, որտեղ հղում է արվում երկու օտարերկրյա դիվանագետների։ Ըստ այդ աղբյուրների ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վիճելի շրջաներով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։ Եվրամիությունը նաև Երևանին ու Բաքվին էր առաջարկում այս նախադեպով առաջնորդվել, սակայն քննարկումները խափանվեցին նախ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումներից, ապա 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո, գրում է Քարնեգիի վերլուծաբանը։ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հայ գերիների հարցի վերաբերյալ Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը։ Հարգելի գործընկերներ, իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանությանը։ Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ խիստ մտահոգիչ պայմաններում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։ Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանն անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները։ Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների եւ կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։ Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում ՀՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը, մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։ Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակաբար ենթարկվում է ոչնչացման Ադրբեջանի պետական մակարդակով
իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում։ Հարգելի գործընկերներ, ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։ Իմ առաջարկները որևէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը եւ միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա։ Ձեր ձայնը կարևոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում։ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների, այս ձերբակալությունները հաջորդում են Եկատերինբուրգում 10-ամյա վաղեմության սպանության գործի շրջանակում ռուս իրավապահների հատուկ գործողություններին, որոնց ընթացքում 2 ռուսաստանաբնակ ադրբեջանցի է մահացել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Սաֆարով եղբայրները սպանվել են ռուս ուժայինների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետևանքով։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Բաքվի դատարանը 4 ամսով նախնական կալանքի է ենթարկել Ռուսաստանի 8 քաղաքացու, այդ թվում Իրանից թմրանյութերի մաքսանենգության եւ կիբերխարդախության մեղադրանքներով։ Իդեպ Կրեմլը Կիևին մեղադրել է Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերությունները սրելու համար։ Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով, օգտագործելով քաղաքական եւ դիվանագիտական ուղիներ։ Զախարովան ասել է, թե Մոսկվան խնդրել էր այցելել ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն նման հնարավորություն չի տրամադրվել։ Ֆրանսիայի նախագահը վերջին 3 տարում առաջին անգամ գրեթե միաժամանակ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցությունը դադարեցնող օրենքը։ Միջազգային լրահոսի այլ տեղեկություններ տեսանյութում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո առաջին անգամ են հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները։ Կրեմլի հաղորդագրության համաձայն այդ զրույցը բովանդակալից է եղել։ Ֆրանսիական կողմն էլ նշել է, որ հեռախոսազրույցը տևել է 2 ժամ։ Կրեմլը նշել է, որ խոսվել է թե Ուկրաինայի, թե Իրան-Իսրայել հակամարտության մասին։ Ֆրանսիայի նախագահը արտահայտվել է Ուկրաինայի հրադադարի եւ հակամարտության լուծման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։ Նա վերահաստատել է Փարիզի անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Պուտինը ըստ Կրեմլի շեշտել է, որ պատերազմը արևմուտքի քաղաքականության ուղիղ հետևանքն է, որը ըստ նրա վերջին տարիներին անտեսել է Ռուսաստանի անվտանգային շահերը։ Պուտինի խոսքերով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր ցանկացած խաղաղ համաձայնություն պետք է լինի համապարփակ եւ երկարաժամկետ բնույթի, հիմնված նոր տարածքային իրականությունների վրա։ Դեռ ավելի վաղ Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը կոչ էր արել Ռուսաստանին չձգձգել Ուկրաինայի հետ բանակցությունները։ Կրեմլը հերքել էր դա։ Միաժամանակ հայտնի է, որ վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանը ամենաշատ տարածքային նվաճումն է ունեցել Ուկրաինայի տարածքում։ Պուտինի հետ խոսակցությունից հետո Ֆրանսիայի նախագահը նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ է խոսել։ Շատ մանրամասներ այդ մասին չեն հաղորդվում։ Համաշխարհային լիդերների այս օրերի խոսակցություններում նաև Իրան-Իսրայել հակամարտությունն է։ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները նաև այդ մասին են խոսել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է հարգել Իրանի միջուկային էներգիան խաղաղ նպատակներով զարգացնելու իրավունքը, ինչպես նաև նրա միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ էլ Մակրոնը շեշտել է, որ անհրաժեշտ է Իրանը լիարժեքորեն համագործակցի ՄԱԳԱՏԵ-ի հետ։ Բայց այսօր արդեն հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի որոշմամբ այսօրվանից ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքը։ Այս մասին հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները։ Այդ օրենքը ընդունվել էր հունիսի 25-ին, երբ Իսրայելն ու Իրանը ակտիվ հարձակումներ էին իրականացնում միմյանց նկատմամբ։ Ըստ էության, այդ օրենքի գործողությունը կախված է նաև նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկայում սպասվելիք Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններում, որտեղ քննարկվելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը։ Միացյալ Նահանգներում ամեն դեպքում հաջող բանակցությունների հույս ունեն, բայց Իրանն էլ զգուշացնում է, որ այդ բանակցությունները արագ չեն վերսկսվի, քանի դեռ Իրանը չի համոզվել, որ Միացյալ Նահանգները ռազմական նոր հարված չի հասցնի բանակցությունների ընթացքում։ Գործնականում Իրանի հետ բանակցությունները կապված են նաև այն քննարկումներից, որոնք տեղի կունենան Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցի ժամանակ։ Այդ ընթացքում կքննարկվեն Իրան-Իսրայել հակամարտությանը վերաբերող խնդիրները, բայց նաև արդեն պարզ է, որ Իսրայելի վարչապետի այցը կապված է նաև այլ խնդրի՝ Գազայում իրավիճակի հետ։ Նեթանյահուի այցի նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում իր գրառմամբ տեղեկացրել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում Համասի հետ 60-օրյա հրադադարի։ Որքանով սա իրականություն կդառնա, պարզ կլինի ավելի ուշ։ Մինչ այդ հայտնի է, որ Թրամփի հունվարին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Բենյամին Նեթանյահուի երրորդ այցն է Սպիտակ տուն։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 2-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Միասնիկյան, Միչուրինի, Տպագրիչների, Նժդեհի, Բանակի, Օրբելու փողոցների գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 15-ը Տավուշի մարզի Չինչին, Նավուր, Իցակար բնակավայրերի գազասպառողների, ժամը 9:30-ից մինչև ժամը 18-ը Կոտայքի մարզի Գետարքել, Վերին եւ Ներքին Պտղնի բնակավայրերի գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 3-5 բազմաբնակարան շենքերի, Թումանյան փողոցի թիվ 4, 6, 8, 16, 18 բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների, Ոսկեկապան եւ Թրիվեյս հյուրանոցների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 10-ից մինչև ժամը 19-ը կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ամառոնոցային երկրորդ տարածքի Հաղթանակ առաջին փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 18-ը Աջափնյակ վարչական շրջանի Գևորգյան Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև եւ Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արևային, Լատիշական, Նայիրի, Բաղրամյան, Շահումյան դպրոցական փողոցներով եւ մասնակիորեն Երևանյան, Դեմիրճյան, Սարգսյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Ալաշկերտ, Լորվակատ, Վալերի Ֆուդ ընկերությունների, Նորայր Սարգսյան Adzեի, ժամը 10-ից մինչև ժամը 16-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան առաջին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, Վանատուր ռեստորանային համալիրի գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։